Լուսավոր Հայաստանի ղեկավարը դուք Միքայել Աջապայանի գործին հատուկ հետամուտ լինելը ունի քաղաքական նրբերանգ։ Միքայել Աջապայանը եղել է այն բացառիկ եկեղեցական գործիչներից, ով իր քաղաքացիական տեսակետները հայտնել է եւ հիմա էլ այդ տեսակետների համար կալանավորված է եւ վստահաբար քաղաքական մոտիվներով։ Բագրատ Սրբազանը այդպեսին չէ։ Գիտեք, ես չեմ ուզում այդ գործի բովանդակության մեջ խորանալ, որովհետեւ տեսան, որ իշխանությունը, այսինքն քննչական մարմինները մի անգամ բացահայտ մանիպուլյատիվ, եթե ոչ սուտ տեղեկություն տարածեցին, այսինքն հրապարակեցին մի ձայնագրություն, որի տպավորությունը մեկն էր, հետո պարզվեց, որ այդ ձայնագրությունը բոլորովին այլ կոնտեքստ ունի։ Միքայել Աջապայանի մասով։ Չէ, Բագրատ Սրբազանի մասով։ Բայց Միքայել Աջապայանի եւ Սամվել Կարապետյանի մասով մի բան շատ հստակ է։ Իրենք կալանավորված են իրենց հարցազրույցի համար։ Չկա որևէ այլ հանգամանք, որից մենք տեղյակ չենք։ Օրինակ, շատ հանգամանքներից Բագրատ Սրբազանի գործի հետ կապված տեղյակ չենք։ Կարող ենք ասել, որ նա քաղբանտարկյալ է, բայց շատ հանգամանքներից մենք տեղյակ չենք, հրապարակված չէ, նախաքննական գաղտնիք է։ Միքայել Աջապայանի եւ Սամվել Կարապետյանի գործերը շատ հստակ են։ Մեկական հարցազրույց, հրապարակված գործի նյութերում ոչինչ այլևս չկա։ Այսինքն Սրբազանի մասով նկատի ունեք այն հարցազրույցը, որտեղ ասում է, որ պետք է ռազմական հեղաշրջում իրականացնել։ Այո, որտեղ Սրբազանը մեկնաբանում է եւ ասում է, որ վարչապետ Փաշինյանի գործողություններում ըստ իրեն եղել է հանցակազմ, նկատի ունենալով հետպատերազմյան 20 թվականի գործընթացը, եւ ասում է, որ ռազմական գործիչները, նկատի ունենալով ուժայիններին, ազգային անվտանգության ծառայությունը, իրենք պետք է այդ հարցին լուծեն նախագահներին նախքին։ Դիմելով նաեւ նախկին նախագահներին, բայց հետագայում նաեւ ասելով, որ դուրս մնացեք քաղաքականությունից, Իրենք ասում են, նա պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված ռազմական գործիչները իրենց կարգավիճակով պետք է միջամտեն։ Ես դա որևէ կերպ չեմ կարողանում գնահատել որպես զինված հեղաշրջման կոչ, որը իշխանությունը փորձում է այդպես ներկայացնել։ Այսինքն Սրբազանը ասում է, չունեք մի գեներալ ձեր կողքին, որ գնա այդ գործը անի։ Դա էլ ինչպես է լինում դա։ Չէ, դե մենք հասկանում ենք, չէ, որ խոսքը չի գնում բռնի ուժով քաղաքական իշխանությունը տապալելու մասին։ Խոսքը գնում է ի պաշտոնե, երբ դու ունես կարգավիճակ եւ պատերազմ է ընթանում, չէ՞ որ խոսքը գնում էր 20 թվականի պատերազմական գործողությունների մասին, որ դու ասես, որ այսպես շարունակել չի կարելի։ Ինչը պետք է ռազմական հեղաշրջման մասին չէ։ Որևէ կերպ, այսինքն նա Փաշինյանի նշանակած գեներալներին կամ բարձրաստիճան այլ սպաներին կոչ էր անում, ասում էր գնացեք Փաշինյանի քաղաքական իշխանությունը բռնի կերպով տապալեք։ Ոչ։ Եթե նման բան լիներ, հենա Օնիկ Գասպարյանը երբ այդ հրապարակումն անել կգնար կմիանար։ Ռազմական հեղաշրջում բա ինչպես են անում։ Օրինակ ինչպես Թուրքիայում եղավ, երբ տանկերը դուրս են գալիս փողոց եւ ասում են, որ մենք գնում ենք քաղաքական իշխանությունը վերցնելու, դա բոլորովին այլ իրողություն է։ Ճիշտ կլիներ Հայաստանում էլ այդպես։ Ոչ։ Ես հենց իմ պնդումը նրանում է, որ այն ինչ Միքայել Աջապայանն ասում էր, դա ռազմական հեղաշրջման կոչ չէ եւ բոլորս տեսել ենք եւ մանիպուլյացիան ինչպես Արամ Սարգսյանն է ասում ամեն անգամ ձեր եթերում հիշում ենք Արամ Սարգսյանին ասում է մի Նայիրի Հունանյան կգտնվեր Միքայել Աջապայանի ասած ձեր վաղեմի բարեկամ դե դրա համար եմ երևի շատ ցիտում ասում է մի Նայիրի Հունանյան կգտնվեր եւ դա կաներ կներեք էլի դա բացահայտ սպեկուլյացիա է որովհետեւ խոսքը ուղղված էր այն ռազմական գործիչներին ովքեր հասկանում են, թե Հայաստանի իրադրությունը ինչու՞նն է եւ ոչ թե ասում էր գնացեք բռնի ուժով տապալեք, այլ ի պաշտոնե ձեր գործողությունն արեք։ Հիմա եթե ես ասեմ, որ Փաշինյանի արած գործը դա ազգային անվտանգության սպառնալիք է եւ ԱԱԾ տնօրենը պետք է դրանով զբաղվի, ինձ պետք է գան կալանավորեն ասեն ռազմական հեղաշրջման կոչ արեցի։ Ուժային կառույցներն պետք է զբաղվեն։ Այո, եւ ես կարծում եմ, որ ռազմական էլիտայի գործառույթը հենց այստեղ նաեւ պետք է լիներ, տեսնելով, որ քաղաքական իշխանությունը ինչ է անում, ինքն իր շրջանակներում առանց միջամտելու քաղաքական իշխանության առավել ևս այն փորձելով բռնի տապալել, իր ներգրավվածությունն ունենար։ Ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես հրաժարական տվեց, ասաց. «Ձեզ հայտնի պետական մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ»։ Հիմա դա ռազմական հեղաշրջում էր,
ձեզ հայտնի ուժերի կողմից։ Իշխանության ձեզ հայտնի։ Այսինքն ոչ թե խոսք գնում էր ինչ-որ մի կուսակցության մասին, այլ իշխանության ձեզ հայտնի ուժերից, որոնցից մեկը Վազգեն Սարգսյանն է, պաշտպանության նախարար։ Հիմա դա ռազմական հեղաշրջման բաներ, դեպքեր։ Կարող ենք ասել ներպալատական հեղաշրջումներ, բայց դա ավելի շատ կլինի քաղաքական գնահատական, քան քրեաիրավական։ Դե բնույթով հեղաշրջում էր։ Բնույթով հեղաշրջում էր, բայց վստահաբար ոչ ապօրինի նկատի ունեմ ռազմական հեղաշրջում, որի համար կարելի էր այդ հեղաշրջում անողներին բանը։ Նրանք պահանջ են ներկայացրել, ասել են մենք քո քաղաքականության հետ համակարծիք չենք, Տեր-Պետրոսյանն էլ ասում է կարող է իրենց ազատել աշխատանքից, բայց դա կունենար հետևանք։ Թողնենք անձերը մի կողմ, վերցնենք կշեռքի նժարին դնենք ընդհանրապես պետության շահը, երկրի անվտանգությունը, երկրի ապագան։ Ընդհանրապես այդ ձեռագրով իշխանություն վերցնելը ինչի է բերում։ Շատ ծանր հետևանքներ, ինչպիսին բերեց 2018-ին ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը։ Ցանկացած ոչ էլեկտորալ, որի շարքերում նաև դուք եք։ Ոչ, մենք երբեք չենք եղել հեղափոխական շարքերում, մենք առաջարկել ենք երրորդ ճանապարհ, որի համար ազգը մեզ ուղղել է հնարավոր բոլոր անեծքները, եւ հիմա էլ ասում են ինչու բերեցիք Նիկոլին, այն պարագայում, որ մենք հեղափոխության առաջին իսկ օրվանից ասել ենք, որ այս մեթոդաբանությանը դեմ ենք, սա լավ տեղ չի տանելու եւ ասել ենք, որ պետք է լինի քաղաքական անցում, ոչ թե այնինչ տեղի ունեցավ։ Լավ, այդ դեպքում Էդմոն Մարուկյանը ինչ կարգավիճակով էր հայտնվում կառավարության կազմում։ Կառավարության կազմում Էդմոն Մարուկյանը չի եղել որևէ օր, այդ թվում, եթե դուք նկատի ունեք հետհեղափոխական 21-22 թվականներին, կառավարության անդամ չի եղել, այլ եղել է դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձ։ Բայց ելի վերադառնալով ձեր հարցին, որ հարցում եք ինչ հետևանք ունենա, սա ծանր հետևանք ունենա, որևէ փողոցային գործընթաց, բայց գիտեք, ես հիմա տեսնում եմ, որ շատ ավելի ծանր հետևանք կունենա, եթե Փաշինյանը մնա շարունակի պաշտոնավարել եւ Աստված մի առասցե վերընտրվի։ Դրա համար ես վստահ ասում եմ, որ ցանկացած հեղափոխություն վատ է, բայց երբեմն դրվագներ կան, որ չարած հեղափոխությունը ավելի վատ է։ Իշխանությունը պետք է Նիկոլ Փաշինյանից վերցնել ընտրությունների ճանապարհով։ Դա լավագույն լուծումը կլինի, եթե մենք կարողանանք 26 թվականին իշխանությունը վերցնել Փաշինյանից, որովհետև եթե դա տեղի չունենա, ինչին էլ պատրաստվում են հիմա բոլորը, ումասին խոսում։ Այո, այդ թվում եւ մենք։ Ումից Նիկոլ Փաշինյանն է վերցրել իշխանությունը ժամանակին։ Չէ, ես չէի ցանկանամ, որ դա այդպես լիներ, դա կլիներ հակաբնական եւ ապագայում ավելի պրոբլեմատիկ նկատի ունենալով եթե ովքեր լինելու երյակում լինելու են էլի նրանք, ովքեր տվել են 18 թվականին։ Ես համաձայն չեմ, պարոն Ացականյան, մեր ժողովուրդն է այդպես ընտրություն կատարում։ Այդ սոցիոլոգիան, որ ցույց է տալիս, որ Քոչարյանը անցողիկ է, ես դրանում մեղավոր չեմ եւ երբևէ Քոչարյանին չեմ համակրել եւ չեմ քվեարկել։ Դա սոցիոլոգիան է ցույց տալիս։ Մի շատ էական հարց։ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով Հայաստանը ստացավ 0, Փաշինյանը նկար Թրամփի ստորագրությամբ, Ադրբեջանը միջանցք Հայաստանի տարածքում։ Սա էլ է ասել երկրորդ նախագահ, կստորագրեիք այսպիսի ձևակերպման տակ։ Ես այդ ձևակերպումը ձեր եթերում շաբաթներ առաջ եմ ասել, երբ մենք քննարկում էինք Վաշինգտոնյան համաձայնագրերը, դա այդպես է, Փաշինյանը ստացել է բացառապես ներքաղաքական մի կոնֆետ, որը ոչինչ իրենից չի ներկայացնում պետության համար, այլ փորձում է մանիպուլացնելով, թե դա մի լրջագույն ձեռքբերում է, մասնակցել հաջորդ ընտրություններին։ Եվ ձեր նշած այդ Հայաստանի նախընտրական խաղին մասնակցել է Վաշինգտոնը Թրամփի ստորագրությամբ։ Վստահաբար եւ հիմա էլ ամբողջ Եվրամիությունը հիմա Թրամփին այդքան հետաքրքրում է Հայաստանում ներքաղաքական։ Թրամփին հետաքրքրում է իր Նոբելյան մրցանակը, այստեղ եղել է շատ փոխշահավետ գործարք։ Թրամփին անգամ ես կարծում եմ չի հետաքրքրում բուն այդ հսկողությունը ճանապարհի նկատմամբ, դա էլ իր հերթին, բայց Թրամփին ավելի շատ հետաքրքրում է Նոբելյան մրցանակը, որը եւ տեսնենք կստանա թե ոչ։ Երկրորդ նախագահ դե հայտնի է մեր արդեն քաղաքական պատմությամբ, բանակցել է Մեղրիի փոխանակման հարցում։ Որն է նախընտրելու այսօրվա աչքով, եթե նայենք։ Այնինչ պատրաստվում են անել այս իշխանությունները եւ այնինչ կարող էր լինել այն ժամանակ։ Տեսեք, այդտեղ տարբեր վիճելիության բաներ կան, խոսքը գնում էր
տրամադրել մեղրիով առանձին էստակադ ճանապարհ, թե դա պետք է լիներ հողի ամբողջական օտարում, Եթե Հայաստան-Արցախ կապը հաստատվում էր, լինում էր հողի ամբողջական։ Ես չգիտեմ այդ փաստաթղթերը պաշտոնապես հրապարակված չեն։ Ուզում եմ ասել թողնելով այս մասը բաց, մի բան եմ ուզում ասել, որ անգամ նոյեմբերի 9-ը, որը նախկինում եղած բոլոր լուծումներից ամենավատն էր, այստեղ գոնե կար Լաչին եւ Լեռնային Ղարաբաղ։ Այս լուծման մեջ, երբ մենք տրամադրում ենք անխոչնդոտ ճանապարհը Ադրբեջանին, Միջանցքը տրամադրում ենք Ադրբեջանին, դրա դիմաց չկա ոչ Լաչին, ոչ Լեռնային Ղարաբաղ, որևէ բան չկա։ Ուստի այս առումով այդ փաստաթուղթը վատագույնն է Հայաստանի պատմության մեջ քննարկված բոլոր փաստաթղթերից, որևէ բաղադրիչով։ Դրա տակ կա հարաբերությունների հաստատում ռեգիոնալ իմաստով բոլորի հետ։ Թուրքիա, Ադրբեջան, մյուսներ։ Որտեղ եք դա տեսել։ Չկա այդպիսի նոր ճանապարհ միացող։ Դա անում են տեսնելու համար։ Այսինքն մի հատ տանկ Միջանցքը տեսնենք մեզ դրա դիմաց մեծ աղոքաբար ինչ կտա։ Միջանցքը թե ինչ է, դա անում են ապաշրջափակման կոնտեքստում ամբողջ։ Եթե դա միայն մի բան է, դուք ճիշտ եք ասում, որ Ադրբեջանն ու Նախիջևանը կապ ունենան, հետո ով կօգտվի այդ կապից Աստված գիտի, բայց եթե խոսքը գնում է ամբողջական ապաշրջափակման մասին, դա բոլորովին այլ բան է։ Բերեք դա չշփոթենք իրար։ Ամբողջական ապաշրջափակման մասին չի խոսում ոչ ոք, որպես պարտավորություն այդ փաստաթղթից բխող։ Խոսքը գնում է, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի, Նախիջևանի հետ կապող անխոչնդոտ ճանապարհ տալ։ Եթե այդտեղ լիներ երկրորդ նշված ճանապարհը, որ օրինակ Հայաստանը երասխով Նախիջևանով կկապվի Մեղրին կամ նաև Իրանին, ապա ես կասեի, որ այստեղ ապաշրջափակում կա։ Հիմա երբ Ադրբեջանը կապվում է Նախիջևանի հետ անխոչնդոտ ճանապարհով, Հայաստանը ոնց է ապաշրջափակվում։ Ինձ դա ցույց տվեք։ Չկա նման հասկացություն, որ դրանով Հայաստանը ապաշրջափակվում է։ Չի ապաշրջափակվում։ Չի կարողանալու Հայաստանը օգտագործել որևէ ճանապարհ, եթե նույնիսկ ստանա, բայց մենք փաստաթղթից հասկանում ենք, որ չի ստանալու նման բան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ներդրում անեն, որպեսզի կառուցվի մեկ ճանապարհ, որը պատկանելու է, որը ֆունկցիոնալ առումով լինելու է Ադրբեջան ու Նախիջևանին կապող։ Այլ բան այստեղ չկա։ Իսկ ներեք 22-23 թվականներին հիշում ենք, որ 3 փոխվարչապետերը համաձայնեցրել էին, որ Երասխ, Նախիջևան, Մեղրի երկաթգիծը պետքա վերաթողարկվի։ Այդտեղ կարող է լինել ապաշրջափակում, որովհետև մենք առնվազն երկաթգծով կմիանայինք ադրբեջանական երկաթգծի ցանցին, կարողանայինք ապագայում Իրանին միանալ։ Դա չկա, դա դրվել է մի կողմ եւ դիմացը տրվել միակողմանի միջանցք։ Լավ, եթե այդ ամբողջ միակողմանի է եւ հոգուտ Բաքվի, ինչու է ձգում Բաքուն։ Ինչ կա ձգելուն։ Բաքուն ոչինչ չի ձգում։ Բաքուն ասում է, որ ես ստացել եմ միջանցքի համաձայնությունը, բանակցություններ հավանաբար ամերիկյան կողմի հետ ընթանում են, բայց բոլորը հասկանում են, որ սա շատ նուրբ թեմա է եւ կարող է Հայաստանի ներքին լարումներ առաջացնել, բոլորը որոշել են ըստի սպասել ընտրություններին, որից հետո Փաշինյանը արդեն կանցնի բուն կատարմանը, այսինքն կառուցմանը, իրագործմանը, որտեղ եւ մենք եթե այդ ամեն ինչը տեղի ունենա, ակնհայտորեն կտեսնենք, որ դա միջանցք է։ Եվ չենք ստանա որևէ այլ ճանապարհ, որը կկարողանանք օգտագործել։ Ապրենք մինչև երկուշաբթի հայտնի այդպեսի թեւավոր միտք։ Այո, բայց ուզում եմ ասել, եղածն էլ կարդալով հասկանալի է, էլի պետք չի ավանսով Փաշինյանին ձայն տալ, հետո սпасել դե միջանցք կդառնա թե չէ։ Պարզ է, որ դա միջանցք է լինելու։ Ձեր աշխատանքից ընտրողի հետ շատ բան է կախված։ Այո։ Եթե ձեր ասածները ընտրող անցալում է, ընդունում է, ըստ այդմ էլ կվարվի։ Եվ վստահ եմ, որ մենք առիթ կունենանք քննարկելու կարողացանք դա կանխել, թե ի վերջո դա իսկապես եղավ միջանցք։ Այդ միջանցքը կտրամադրվի մենակ բայց մի բանի համար արժե ուրախանալ, որ Հայաստանը պատրաստում է ընտրություններով իշխանություն ձևավորել։ Ես չեմ կարծում այդտեղ վախենալու բան կա։ 12 թվականին էլ Վրաստանում Ադրբեջանում որ ապրած լինեիք, ունենայիք այդ վախենալու բանը։ Դե բարեբախտաբար ոչ Ադրբեջանում ենք ապրում, ոչ էլ որևէ այլ։ Անկամ Վրաստանում։ Ես տեսնում եմ հնարավորություն ընտրական ճանապարհով այդ փոփոխության, բայց քաղաքական ուժերից այստեղ շատ բան է կախված։ Տեսնենք։